Բարև ձեզ, Նյուզեեմը շարունակում է ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարների հետ հարցազրույցները եւ այսօր մեր տաղավարում է ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ ցուցակը գլխավորող վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։ Պարոն Զուրաբյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Զուրաբյան, այսօրվա հայտարարությունից սկսենք, Նիկոլ Փաշինյանը տավուշում է իր հայրենի եւ այնտեղ հայտարարել է, որ հողերը դեռ 96 թվականին են հանձնվել, պարզապես չեն ասել մեզ, հանրությանը, որպեսզի իշխանությունը պահեն։ 96-ից ինչու եք դուք, երբ որ իշխանությունն եք, հողերը հանձնել ու լռել։ Լավ, մի հատ հարց այդ նույն Նիկոլին։ Բայց եթե մենք տվել էինք, այդ ոնց է որ 2019 թվականին քո սեղանին Ռուսաստանը, Ամերիկան ու Ֆրանսիան դնում են մի խաղաղության պլան, ըստ որի դու ընդամենը Ղարաբաղից դուրս 5 շրջանի վերադարձով, Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայելը, Ղուբատրին եւ Զանգիլանը, այդ 5 շրջանը վերադարձնելով դու պահելու ես հավերժական հայկական վերահսկողություն ամբողջ Ղարաբաղի տարածքի նկատմամբ գումարած դրան Քելբաջարին ու Լաչին։ Այդ ոնց է տենց եղել։ Բայց մենք դա տվել էինք։ Քեզ ոնց են տենց առաջարկ արել։ Այդ առաջարկն դու թաքցրել ես հայ ժողովրդից։ Այդ առաջարկը դու մերժել ես, դու չես էլ պատասխանել այդ առաջարկին։ 2 ամիս հետո տվել ես պատասխանը գնալով Ստեփանակերտ ասելով, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Այսինքն երբ որ դու այդ բառերը արտասանում էիր, դու չգիտեիր, որ արդեն 96 թվին մենք տվել ենք Արցախը։ Թե գիտեիր։ Ասում եմ, եթե ուշադիր կարդաք փաստաթղթերը բանակցությունների, կհասկանա, որ հենց այդպես է։ Բանակցային փաստաթղթերը ինչի մասին են խոսում։ Հենց 2019 թվի պլանը ինքը թաքցնում էր հանրությունից, եթե հիշում եք, մենք բավականին լուրջ ճնշում գործադրեցինք նրա վրա։ Իդեպ կարելի ասել միավորեցինք ամբողջ քաղաքական դաշտը այդ ճնշման ջանքերի մեջ եւ ինչ եղավ, ինքը ստիպված էր հրապարակել եւ բոլորս իմացանք, հիմա տեքստուալ կարող ենք ասել ինչ է այնտեղ, դա մնում էր մեզ։ Ինքը դա մերժել է։ Ասում եմ դրանից հետո գնացել է ասել Արցախ Հայաստան է վերջ։ Ասում մենք դուք հասկանում եք, մենք գործ ունենք մի հատ սերիական խափեբա ստախոս մի իսկապես էս բառերը ինչ ուզում եք արեք, բայց ստիպում եմ որ ասեմ, մի ստոր արարածի հետ, որը ընդհանրապես ոչ մի սրբություն պարզ է որ չունի, բայց գոնե ինչ որ արգելքներ, ինչ որ վերապահումներ գոնե այն սահմանների նկատմամբ, որ ինքը հատում է, այսինքն սուտ ստի վրա։ Դու ինքդ քո 2018 թվականի ծրագրում գրում էր մենք կպահենք զինադադարը, ինքնորոշումը բանի այդ Լեռնային Ղարաբաղի կիրականացնենք եւ այլն, ասել ես, բայց չմնեք որ եկել էր իշխանության, չգիտեիր, որ 96-ին տված է։ 2019-ին ասեցի ինչ եղավ, 20 թվին հենց իր այդ որոշման պատճառով մենք ունեցանք պատերազմ, որովհետեւ ըստ էության Մինսկի խումբը տեսնելով որ Հայաստանը պատասխան չի տալիս եւ ավելի սրում իրավիճակը, ինքը ըստ էության դադարեցրեց կատարելու Ադրբեջանի ագրեսիայի զսպման իր առաքելությունը։ Դες պատերազմը եղավ։ Այդ ժամանակ դու ջարդվեցիր, մեզ էլ հետը ջարդեցիր, իսկ հետո 21 թվի ընտրություններին ասացիր, որ բանա կիրականացնեմ Արցախը ուրեմն անկախի անկախություն անջատումը հանուն փրկության։ Բայց ժամանակ որ այդ բանը գրել ես, ծրագիր ես գրել։ Բայց դու չգիտեիր, որ 96-ին տված է։ Ումա հիմարի տեղ դնում։ Այսինքն ակնհայտ է ինչա կատարում։ Ինքը գիտի, որ ամենալուրջ քննադատությունը գալիս է մեզանից։ Ինքը գիտի դա։ Բայց պարոն Զուրաբյան, մենք օրինակ քանի որ գիտի դա ու ինքը հասկանում է, որ իր ամենամեծ մեղսագործությունը, կարելի ասել ոչրագործությունը հայ ազգի առաջ, որը իրան հետապնդելու է ոչ միայն այս կյանքում, այլ նաև պատմության մեջ, դա հենց այդ իր արկածախնդրական, եթե ոչ դավաճանական, հերթել կպարզենք, որովհետև արդեն շատ հետաքրքիր ինֆորմացիաներ են բացվում,
Այս մարդը գիտի, որ սա իրան հետապնդելու է եւ իր միակ նպատակն է արդարանալ։ Ոնց արդարանալ։ Դե էդի վաղուց հանձնված էր, ուղղակի հիմա եկավ, ջարդվեց գլխից։ Լավ է, սովորական ճղճիմ խափեբա։ Ասում եք ամենալուրջ քննադատությունը ձեր կողմից է հնչում, բայց այս քարոզարշավի ընթացը Գիտեք ինչի։ Որովհետև 2017 թվականին, երբ որ մենք հանդես եկանք ընտրություններում խաղաղություն, բարիդրացություն ու հաշտություն կարգախոսով, ասելով, որ հիմա պետք է ընդունել Մինսկի խմբի պլանը, որ չլինի աղետալի պատերազմ, ամբողջ քաղաքական դաշտը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, բոլորը ասացին, որ Ղարաբաղի հարց չկա, լծած է։ Ինժանակ մենք ենք ասում, հետևաբար զուտ, ինչ ասեմ, եւ բարոյական, եւ քաղաքական առումով մեզ է վերապահված այդ քննադատության իրավունքը։ Ես հարցը չվերջացրի, այսինքն, եթե դուք եք լուրջ ընդդիմախոսը Նիկոլ Փաշինյանի, ինչու այս քարոզարշավի ընթացքում ինքը միայն 3 ուժերի վրա է կենտրոնացած, այսինքն Սամվել Կարապետյան, Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, ինչու Տեր-Պետրոսյան ձեր քաղաքական ուժը կամ մյուսներին չի թիրախավորում։ Նախ թիրախավորում է, հենց դուք նոր ցույց տվեցիք, որ էլի խոսում են 96-ի մասին, թիրախավորում, բա թիրախավորելը ո՞նց ալնում։ Տարբեր ձևերով թիրախավորում է։ Այն Վարոն Սիրադեղյանից ինչ որ բաներ բերեց, չգիտեմ ինչ, ինքը թիրախավորում է։ Իր համար Տեր-Պետրոսյանի կերպարը դա մի հատ ծանրագույն բան է պատմության մեջ, որին պետք է վարկաբեկել, սևացնել, չգիտեմ, որովհետև իր ֆոնի վրա նա ինչ որ մի հատ, ինչ ասեմ, տառական էլ չի։ Հիմա այս բանը դա ինքը թիրախավորում է, բայց ինչու է ինքը հիմնական Այո, հիմնական թիրախավորների ցուցակում չեք դուք։ Ռեսուրսը դրել իրենց վրա, որովհետև այդ իր համար հարմար օպոզիցիա է։ Այդ օպոզիցիային հանգիստ կարա մեղադրի, չգիտեմ, օլիգարխիկ կոռուպցիայի մեջ, պրոռուսականության մեջ, հենց նույն մաքսիմալիզմի մեջ, որտեղ իրանց շատերը դրսևորել են դա, իրանք էլ են ասել շատերը, որ Ղարաբաղի հարցը լուծված է եւ վերջ։ Այսինքն դա հարմար ընդդիմություն է։ Դա համար ինքը ավելի շատ գերադասում է բերել այն ընդդիմությանը, որին իրան քննադատել ավելի հեշտ է։ Ինչ էր անում 5 տարի դրանով էր զբաղված։ Հենց մի բան ասում ես, բա դուք թալանչիներ, կոռուպցիա, այս կողմ, այն կողմ, բան չէ։ Դա իր գործը հեշտացնում է, այդքան բան։ Պարոն Զուրաբյան, մենք մինչ այս պահը լսեցինք նաև Տեր-Պետրոսյանի հայտարարությունը քարոզարշավը չսկսած, որ դուք պատրաստ եք, ձեզ մոտ ամբիցիա չկա, դուք պատրաստ եք այլ ուժերի հետ միավորվել եւ հասնել իշխանափոխության։ Մնացել է 1 շաբաթ քարոզարշավին։ Այդուհանդերձ դեռ մտածում եք, որ հնարավոր է ձեր օրինակ տեխնացությունը հանել, միանալ մեկ ուրիշին եւ այդպես առաջ գնալ։ Լսեք, մենք միշտ հասկացել ենք պայքարի երկու ձև կա, կամ պայքարում ենք միացյալ թիմով, միասնական ջանքերով, կամ պայքարում ենք առանձին։ Պայքարի ուրիշ ձև չկա, պայքարի երրորդ ձևը դա բանը դասալքությունն է, քո էլեկտորատի դասալքությունն է, քո սկզբունքների դասալքությունն է, քո տեսլականի դասալքությունն է, ոնց մենք լիքը բան ունենք ասելու այս ժողովրդին, մենք ունենք շատ լուրջ ստրատեգիական ծրագիր Հայաստանի զարգացման։ Իսկ կներեք, մեզնից լավ ծրագիր տեսել եք, որ այդքան լուծումներ առաջարկվեն կապված եւ երկաթուղու Իրանի հետ երկաթուղու կառուցման հետ, որը պետք է TRIP plus BRICS ծրագրով աշխարհաքաղաքական խաղաղություն բերի եւ ապահովի իրական ճիշտ իրատեսական խաղաղությունը այս Ղարաբաղի կոնֆլիկտում եւ ընդհանրապես հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հաշտեցումը։ Դուք տեսել եք մեկը առաջարկի էներգետիկ անվտանգության հետ կապված համապարփակ ծրագիր, որ մենք առաջարկում ենք եւ նոր ատոմակայանի կառուցման եւ Սևանի հրազդան կասկադի մոդեռնիզացիայի հետ եւ ակումուլյացիոն հզորությունների կուտակման եւ արևային էներգիայի շուրջ զարգացման։ Դուք տեսել եք, որ մեկը առաջարկի ջրահավաքի են համապարփակ համակարգը,
որ մենք առաջարկում ենք ընդ որում ասելով, որ պետք է հիմնել ջրային ռեսուրսների նախարարություն առանձին, որը պետք է ստրատեգիական կառավարում իրականացնի, ոչ թե տեխնիկական ջրի ռեսուրսների։ Դուք տեսել եք, որ մեկը առաջարկի, չգիտեմ, իրականում օրինակի համար տեխնոլոգիական հեղափոխության նախագծի նման մի բան, որ մենք առաջարկում ենք ու ինքը բավականին լուրջ ժամանակակից աշխարհի տենդենսներին համահունչ առաջարկա, որտեղ մենք խոսում ենք եւ գիտատեխնիկական գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորման մասին եւ մտավոր սեփականության ամրապնդման մասին եւ կրթության ընդհանրապես եւ գիտության լրիվ վերազինման եւ վերաիմաստավորման մասին կոնկրետ առաջարկներ ասելով Այդ դեպքում սոցհարցումների տվյալներում ինչու դուք նույնիսկ անցողիկ շեմը չեք հաղթահարում, ինչու ձեր ծրագրերը հասան։ Բայց դուք չեք այդ սոցիոլոգիական հարցերին հավատում, ես չեմ հավատում։ Ինչ սոցիոլոգիական հարցում։ Այն էլ Հայաստանում։ Երբ որ զանգում են մարդկանց, չգիտեմ, լավագույն դեպքում 30%-ն է պատրաստ ճիշտ ասելու։ Բայց չգիտեք ինչ մթնոլորտ Հայաստանում տիրում։ Ասենք նույն այդ վարչական ճնշումները, հա, որ իրականացվում են։ Բայց մարդկանց ինչ որ բան ասել են, այդ մարդիկ էլ ասել են լավ, տենց կանենք, հետո ինչ որ մեկը զանգում է, իրանք շատ լավ գիտեն, դա իշխանության ներկայացուցիչն է, ընդդիմության ներկայացուցիչն է, թե ինչ որ մի հատ անաչառ սոցիոլոգ է։ Իսկ պատկերացման պատկերը ինչպիսին է, այսինքն լավ, դուք անցողիկ շեմը կամ ավելի շատ հավաքում եք, մնացած ուժերն ինչպիսի ռեյտինգային ընդհանուր պատկերը ինչպիսին է։ Ամենակարևորը, որ այն եզրակացությունը, որ ես ունեմ, դուք երևի հետևել եք, մենք գնում ենք ամբողջ Հայաստանով։ Ու ուղիղ կոնտակտի մեջ ենք մտնում մեր ընտրողի հետ։ Մասնավորապես 3-2 օր անցկացրել ենք, Ագարակ ենք մտել, Մեղրի, Կապան, այո, Սյունիքում ենք եղել, Տաթև, Գորիս, Սիսիան։ Մենք ժողովրդի հետ հանդիպում ենք, խոսում ենք։ Եվ ինչպիսի պատկեր է ձեր տպավորությունը։ Բայց ես տպավորությունը։ մենակ Սյունիքի մասին չեմ ասում, մենք գնացել ենք Արմավիրել, Էջմիածինել, Գյումրիել, Վանաձորել, ամենտեղ եղել ենք համարյա։ Եվ մենք ժողովրդի հետ խոսում ենք, շատ պարզ մեզ երևում է, որ այդտենց բան չի է, այդտենց լրիվ քարացած պատկեր չի, որ էս գնում է սրան, էս գնում է նրան, շատ բան է, ժողովուրդը մտածում է, առավելևս որ այդ ձեր այդ ենթադրյալ ուժերը, որոնք պետք է, չգիտեմ, մտնեն, զավթեն պարլամենտը, բան եւ այլն, իրանք այդքան լավ առաջարկ չեն ներկայացնում, որ տենց 100% արդեն բոլորը իրանց վճիռը կատարած են հոգուտ այդ, չկա տենց բան։ Շատ դինամիկ վիճակ է, մարդիկ պատպատում են, նայում են, նաև ծրագիրներն են ուսումնասիրում։ Իսկ իշխանության հանդեպ վերաբերմունքի փոփոխություն նկատում եք, որովհետև իշխանությունը վստահ է, որ մեծամասնությունը իրենք են ձևավորելու, այլ դիրքորոշում կամ այլ պատկեր դուք տեսել եք։ Գիտեք ինչ, ես կասեմ հետևյալը, ինչքան ավելի մեծ քաղաք, այնքան ավելի վատ իշխանության համար։ Ինչքան ավելի փոքր քաղաք, ինչքան ավելի քիչ կրթություն, ինչքան ավելի սահմանափակ ինֆորմացիա, այնքան ավելի պրոիշխանական, որտեղ դե այնտեղ աշխատում է իշխանական ռոպագանդան եւ ադմինիստրատիվ այդ լծակները։ Մեծ քաղաքները դե ունեն իրանց, միշտ էլ այդպես է եղել։ Մեծ քաղաքների քաղաքացիները մի քիչ ավելի ազատամիտ են, ավելի կրթված, ավելի բաց ինֆորմացիայի նկատմամբ, այդ միջավայրում իշխանությունը պարտված է ուղղակի, պարտված, գոյություն չունի, կրթված, բան, տենց մտածող մարդկանց միջավայրում պարտված է։ Բայց իրանք ունեն իրենց լծակները, իդեպ շատ վախի մեծ բան է տարածված մթնոլորտ, որովհետև իրանք հսկայական աշխատանք են անցկացնում իդենտիֆիկացնելու ով ում է լայք տալի, որտեղ է մտնում, ինչ անում, ում բարեկամը որտեղ է աշխատում, բան, ու փորձում են այդ բաները, այդ համակարգային այդ լծակները օգտագործելով շոշափները տարածել։ Հա, բոլորին բերեն ինչ որ թարազուի եւ այդ համատարած մթնոլորտը մենք տեսնում ենք։ Շատ հաճախ, այդ որում ասում եմ, ինչքան ավելի խոր բան տենց դեպի գյուղեր կամ մի քիչ կտրված այդ կենտրոններից եւ այլն, այնքան մարդիկ ավելի վախվորած են։ Իհարկե կա նաև այն ֆենոմենը, որ այդ մարդկանց նկատմամբ այնուամենայնիվ ինչ որ հոգատարություն եղել է այս տարիների ընթացքում, որ առաջ չկար, դա էլ կա։
Այդ երկու բանը իրար գումարվում են ու ստացվում է, որ այդտեղ ինքը ունի ձայն։ Մեծ քաղաքներում չունի ձայն։ Հիմա թե վերջը ինչա լինելու, կախված է մեր բոլորիս որոշումներից եւ հիմա արդեն բարձր որ կախված է նաեւ օտար երկրա միջամտություններից։ Պարոն Զուրաբյան, սա բացառիկ ընտրություն է նաև այն առումով, որ մենք երբևէ նման միջամտություն դրսից մենք չենք տեսել, ուղիղ միջամտություն։ Իշխանությանը արևմուտքը առանց այլևայլության ուղիղ ասում է. ես աջակցում եմ իշխանության տեխնացիոն Նիկոլ Փաշինյանին։ Օրերը սենց Թրամփը այդ մասին ասաց։ Դրանից 2 օր առաջ Մարկո Ռուբիոն էր այստեղ, ավելի առաջ J.D. Vance-ներ, հետո նաև Ֆրանսիայի նախագահներ, սա հայ քաղաքացու վրա ազդեցություն կունենա, այսինքն հայ քաղաքացին կմտածի, ընտրողը կմտածի, այ եթե Նիկոլ Փաշինյանին ամբողջ արևմուտքը այդպես պաշտպանում է, նշանակում է ճիշտ է, որ իրեն ընտրենք։ Ինչ ազդեցություն կունենա այդ արտաքին միջամտությունը։ Դե ազդեցություններ իհարկե այդ ամեն ինչը ունենում է, այդ ես հատուկ շնորհակալություն պիտի հայտնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դոնալդ Թրամփին, որովհետև ի տարբերություն բոլորի ինքը շատ անկեղծ է եւ իր ստատուսի մեջ բարձ ասում է։ Հա, ուղիղ, լրիվ ուղիղ։ Լրիվ, այդ իր բանն է, մոտեցումն է, ինքը ամեն ինչ բարձ ասում է եւ դա թույլ է տալիս մեզ շատ դառը ճշմարտություններ բարձել։ Ինքը ասում է, ես իմ անվերապահ աջակցությունը տալիս եմ Նիկոլին, որովհետև իր շնորհիվ Միացյալ Նահանգների նավթային ընկերությունները կստանան հասանելիություն կենտրոնական Ասիայի նավթային շուկաներին։ Պարզ, ավելի պարզ հնարավոր չի ասել, ուղիղ տեքստով, այդտենց ինչպես ես ասացի, sense տառացիորեն ասում է։ Ասում է, այս մարդուն ես աջակցել եմ հենց դրա համար, որ ինքը ապահովում է Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերը եւ ամենակարևորը նավթային ընկերությունների գերշահույթները։ Հիմա մի կողմից շնորհակալ ենք ճշմարտությանը, մյուս կողմից արդեն ակնհայտ է դառնում, որ խոսքը հայ ժողովրդի շահերի մասին չի բացարձակապես։ Խոսքը նրա մասին է, որ բանա շատ կոնկրետ շահերի մասին, այդ շահերն էլ գրած է ում շահերը։ Հիմա, եթե դրա ընթացքում, ասենք, հայոց պետականությունը ինչ որ sense մի թերի կցորդ կդառնա Ադրբեջանի, թե զորթագրական իրավիճակը կփոխվի Հայաստանում, թե ազգային որպես պետություն Հայաստանը կդադարի գոյություն ունենալ, ասում եմ, դառնալով կցորդ Ադրբեջանի եւ Ադրբեջանը պիտի դառնա տերն ու տիրակալ, թե Հայաստանում կլինի դիկտատուրա բռնապետություն, թե Հայաստանը կդառնա հունքային կցորդ, որտեղ թանկային բաները պիտի անխնա շահագործեն եւ այլն, այդ հարցերը բացարձակապես հետաքրքիր չեն ոչ մեկին եւ հատկապես Թրամփին։ Ինքը միշտ էլ այդ մոտեցումն է ունեցել, որ մենք մեր շահերը, մեր շահույթը, մեր նավթը, մեր ամեն ինչը պարզ ասել է, չէ, Վենեսուելայի նավթը վերցրեց։ Հիմա ուզում է, էդ էլ ասում, Իրանում մենք նավթ ունենք, այդ նավթն էլ եմ ուզում վերցնեմ։ Այսինքն այդտեղ ամեն ինչ պարզ է, այդտեղ հայ ժողովրդի շահեր չկան, այդտեղ կա մի ապագա, որ մեզ առաջարկվում է, որը կարող է բերի արհավիրքների հայ ժողովրդի համար եւ միակ բանը, որ ոչ թե Հայաստանն է ստանում, այլ այս երկրի իշխանությունը, դա անվերապահ աջակցությունն է ընտրվելու գործում։ Հիմա բնականաբար դրան պատասխանում է նաև Ռուսաստանը։ Ռուսաստանն էլ տեսնելով այդ անթակույց նպատակները ուրեմն Ռուսաստանը արդեն գործնական քայլերի է անցել, պարոն Զուրաբյան, եւ այդ գործնական քայլերը ես կրկին ընտրողի տեսանկյունից եմ փորձում մոտենալ եւ արևմուտքի աջակցությունը եւ Ռուսաստանի սահմանափակումները արտահանման հետ կապված գազի թանկացման եւ համալիր ընտրողի վրա դա ինչպես կազդի այդ աշխարհակական զարգացումները։ Գալիս եմ դրան։ Իհարկե ես չի ասի, որ մենակ Ռուսաստանն է գործնական քայլեր անում։ Իրականում արևմուտքն է սկսել գործնական քայլերը, մասնավորապես այդ թրիփի ծրագիրը, չգիտեմ,
ինքը ակնհայտ է, որ հետապնդում է աշխարհաքաղաքական նպատակներ, դրա մասին խոսեցինք, այդ աշխարհաքաղաքական նպատակների մեջ մտնում է նաև Ռուսաստանին դուրս հանելը Հարավային Կովկասից եւ մեկուսացնել Իրանին։ Հիմա օքեյ, իրանք ունեն տենց պլաններ, Ռուսաստան դա արդեն գործնական քայլեր են։ Գործնական քայլեր են բանի այդ Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Ռուսաստանն ու Իրանը գործնական քայլեր են ձեռարկում այս քայլերի դեմ։ Նո Իրանը հələ չէ, բայց Իրանն էլ արդեն հայտարարություններ անում դրա մասին, որ թրիփ չի լինի, թրիփը կլինի միայն իրանական տարբերակով եւ հիմա Ամերիկայի Իրանից քննարկվող հնարավոր համաձայնության մեջ կետերից մեկն է, որ ամերիկացիք պիտի հեռանան Իրանի հարևանությունից։ Մենք էլ ենք ուզում եմ հիշեցնեմ մտնում Իրանի հարևանության մեջ։ Եվ իսկ Ռուսաստանը այո հիմա պատասխան քայլերն է ձեռնարկում, ըստ էության մենք մտել ենք հիմա տնտեսական պատերազմի մեջ եւ սա ամենավատ զարգացումներն են, որովհետեւ առաջին անգամ գերտերությունները սկսել են կատաղի մրցակցություն Հայաստանին տիրապետելու համար, որովհետեւ ասում եմ երկուսի համար էլ կամ մի քանի գերտերության համար սա ունի ստրատեգիական կարևոր նշանակություն, թե ով է տիրապետելու Հայաստանին։ Եվ սա բերում է շատ վտանգավոր մի զարգացում, որտեղ մեր քաղաքական դաշտը բաժանվում է արևմտամետների, ռուսամետների եւ կներեք, ինչ ուզում եք ասեք, ով էլ որ դրա մեջ մտել է բարի կամքով եւ բարի մտադրություններով, արդյունքը այն է, որ այդ երկուսը պառակտում են Հայաստանը։ Երկու բևեռ պառակտում են Հայաստանը, ու այստեղ գալիս է նորից մեր դերակատարությունը, որպես մի երկիր, որը երրորդ ուժ չի, առաջին ուժն ենք, ինչ ենք երրորդը։ Մենք ենք առաջին եւ երրորդը։ Մենք ենք բերել անկախությունը Հայաստանի։ Մեզ համար անկախությունը բարձրագույն արժեք է, իսկ հիմա այդ բարձրագույն արժեքավորը նաև այդ իմաստով, որովհետեւ եթե դու քեզ պահում ես որպես անկախ երկիր, եթե դու չես մտնում մի ճամբարի տակ, որ մյուսը քեզ խփի կամ չէ, օրինակ հիմա ամերիկացիներն են, ռուսներն ու Իրանն է մեզ խփելու։ Մտանք բանը Ռուսաստանի ճամբարը մեզ արևմուտքն է խփելու։ Այս շատ վտանգավոր է, իսկ բանալին շատ պարզ է։ Անկախության արժեքն է, անկախության մեջ է։ Եթե դու փորձում ես համագործակցության կամուրջներ լինելով փոքր տնտեսություն ունեցող երկիր, փոքր տարածք ունեցող երկիր եւ ունենալով այսպիսի աշխարհագրական դիրք։ Ասեք կարող է մենք առաջի անգամ ենք այս իրավիճակում հայտնվել։ Հենա մեզ ամերիկացիք 90-ական թվականներին, հետո երբ որ մենք ընդդիմություն էինք, էլի հանդիպում էին, ասում էին Իրանի հետ չի կարելի ընկերություն անել։ Իրանի հետ ճանապարհները փակեք։ Պետք է Իրանի մարդու իրավունքների այդ խախտումները քննադատեք, դատապարտեք։ Մենք չենք պատասխանում։ Հենց իշխանության ժամանակ։ Մենք ասում ենք, որ կներեք Իրանը մեզ համար կենսական ճանապարհ է։ Կենսական երկիր է, մեր դարավոր հարևանը։ Մենք իրանց հետ հարաբերությունները չենք խզելու, մենք առևտրատնտեսական հարաբերությունները չենք խզելու, իսկ մարդու իրավունքների խախտումների համար չենք քննադատելու, որովհետև հայ համայնքը ավանդական Իրանի Իսլամական Հանրապետությունում օգտվում է ամենամեծ հարգանքով, արտոնություններով, առավելություններով, որը կարող է ոչ մի ուրիշ համայնք չի օգտվում կամ չկա ուրիշ տենց բան։ Այսինքն եւ ինչ ամերիկացիք ստիպված ընդունում էին դա։ Բայց մենք էլ մյուս կողմից ինչքան էլ Իրանը դժգոհ էր, մենք ամերիկացիների հետ զարգացնում ենք մեր հարաբերությունները, ինչքան էլ Ռուսաստանը դժգոհ էր, մենք ամերիկացիների հետ հարաբերությունները զարգացնում ենք, ինչքան էլ ամերիկացիք դժգոհ են, մենք մեր հարաբերությունները զարգացնում ենք Ռուսաստանի հետ։ Ու գիտեք ինչն է, ինչ է այս բանալին աշխատում։ Ինքը առաջին տպավորությամբ կարող է տպավորություն ստեղծի, որ դու այդ օժանդակությունը կորցնում ես, եթե թելեդրանքին չես չես բանանում ընդունում, եթե թելադրանքը։ Ուրեմն ինչ է լինում։ Իրանք տեսնում են, որ դու ոչ թե հակադրվում ես իրենց ազդեցությանը եւ պատրաստ ես մտնել ուրիշի թևի տակ, որը իրանց համար վտանգավոր կլինի։ Իրանք տեսնում են, որ դու ուրիշի թևի տակ չես մտնում։ Դու նույն վերաբերմունք ունես նրանց նկատմամբ։ Եթե դու
ասենց ասեմ, բլոկային ճամբավորման առումով, ինչ որ մեկի ճամբարը մտնելու առումով վտանգավոր չես, դու այլևս վտանգավոր չես։ Քո հետ սկսում են խոսել որպես բարեկամի հետ։ Քո բարյացակամության համար սկսում են մրցակցել, ոչ թե դնել քեզ պարտադրանքի սանկցիաների եւ պատժամիջոցների սպառնալիքների տակ։ Այս մեր ստրատեգիան է, որի անունը մենք դրել ենք երկիր կամուրջ, որ Հայաստանը պետք է կամուրջ դառնա բոլոր ուղղություններով։ Ես բոլորին միշտ այս օրինակը բերում եմ, ասում եմ գնացեք հիմա Զվարթնոց օդանավակայան ու տեսեք աշխարհում ել որ երկրից դու կարող ես թռնել ինքնաթիռով Թեհրան, Լոնդոն, Մոսկվա եւ այլն, բոլոր ուղղություններով։ Չկա շատ քիչ են այդպես երկրներ։ Շատ լավ, պարոն Զուրաբյան, տեսեք, դուք ասում եք այս մոդելը մեզ համար շատ կարևոր է։ Սա նաև ինչ է ուզում ասել, սա պատմական հայկական մոդել է, գիտեք։ Ասենք այն 17-րդ դարի այդ հայտնի համաշխարհային հայկական առևտրատնտեսական ցանցերի հաջողության բանալին նաև ինչու՞մ էր, մենք բոլորի հետ լեզու էինք գտնում։ Պորտուգալացիների, ճենովացիների, չգիտեմ, Օսմանյան կայսրության, Իրանը բնականաբար, չինացիների, բոլորի հետ հասկանալի, տեսեք, պարոն Զուրաբյան, իշխանությունն ասում է, այ իրական անկախությունը հիմա մենք ենք կառուցում, ինչու՞։ Ասում է, այսօր օրինակ ԵԱՏՄ նիստն է, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս չեն գալիս, այսօր Մհեր Գրիգորյանն ասել է, մենք խորացնելու ենք հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ, Արևմուտքի հետ ենք լավ աշխատում, ինչ են կարել Իրանի դեմ, Իրանի հետ ենք լավ աշխատում, իսկ ասում է նախկին շրջանում Հայաստանի իշխանությունները ամբողջովին կախված են եղել ռուսական կողմի ցանկություններից եւ ֆորպոստ են եղել։ Եվ դե բացատրի ոնց է 90-ական թվականներին մենք ստացել ենք Միացյալ Նահանգներից 2.5 միլիարդի օգնություն, որը այսօր հավասարազոր կլներ 4-5 միլիարդի օգնության։ 4-5 միլիարդ Միացյալ Նահանգներից ենք մենք ստացել։ Այդ ոնց է տենց եղել։ Այդ մենք անկախ չենք եղել ենք Ռուսաստանի տակ, բայց այդ օգնությունը ստացել ենք։ Հենց իրենք շատ լավ իմացել են, որ մենք անկախ ենք։ Հենց շատ լավ իմացել են, որ մեր պետք է ամրապնդեն մեր ինքնիշխանությունը եւ դրա համար այդ օգնությունը տվել են։ Այդ հենց մատ թող գնան իրանց ամբողջ ստացած օգնությունը Միացյալ Նահանգներից փորձեն համատելի թվերով, որտեղ դոլարի բանը փոխվել է, թեկուզ բանով, զուտ նոմինալ, փորձեն համատեն մեր ստացած օգնության հետ։ Մենք կտեսնեն, որ իրանց ասած աբսուրդ է։ Դիմացումը դոլարներ, միլիոններ են հոսելու Հայաստանում, Հոսելու են։ Այո, Հայաստանը պլեջի երկիր չի, պլեջի հույս չի։ Իսկ մեր ժամանակ հոսել են։ Այդ գիտեք, այդ խոստումներ տալուց շատ լավ է, ինչքան խոստում տվեց, լրիվ հակառակը եղավ։ Չեք հիշում։ 18 թվին ասեց զինադադարը կամրապնդենք, ստացանք պատերազմ։ 21 թվին ասեց խաղաղության դարաշրջանը Ղարաբաղը կանկախացնենք, ստացանք Ղարաբաղի ոչնչացում։ Հիմա ասում է, բանա, մենք ստանալու ենք խաղաղություն, իսկ իրական անկախություն եւ այլն։ Ստանալու ենք դրա հակառակը։ Որովհետեւ Փաշինյանը չի եղել մի բան, որ ասի խոստանա ժողովրդին, չստացվի հակառակը։ Քանի անգամ կարելի է խաբվել։ Իսկ ո՞նց կարելի է հավատալ այդ ստախոսներին։ Ես չեմ հասկանում։ Իհարկե կարելի է ասել վիզաները այս 2 տարուց հետո բան, բայց տղա էր այս 8 տարի իշխանության էր աներ էլ այդ գործը։ Դե ասում է բարդ շրջանով անցանք, 20 թվականի պատերազմ, կորոնավիրուս, 23 թվականի հայաթափում։ Այդ կարևոր բաներից մեկը, պահանջներից մեկը բիոմետրիկ պասպորտների բանը ով կանգնացրեց, որը Եվրոպան պահանջում էր մեր։ Դու արեցիր դա։ Այդ հերթերը որ բանը ամիսներով չեն կարողանում ID քարտ ստանալ մարդիկ։ Հենա իմ ID քարտը լրացավ, իմ հերթը 5 ամսվա, 6 ամսվա հերթի մեջ մտա, որ կարողանամ ID քարտ ստանամ։ Ինչի մասին են խոսում այս մարդիկ։ Լավ, պարոն Զուրաբյան, իրերի այսպիսի իրավիճակ է, դրություն է, դուք եկել եք իշխանության, Ռուսաստանի հետ հարաբերությունները այսպես լարվածություն է, ինչից եք սկսելու, ինչն եք փոխելու առաջնային եւ օրինակ հիմա կոնկրետ մարդիկ գնացել են սահման, իրենց ապրանքը թույլ չեն տալիս Ռուսաստան գնալ։ Ինչ եք անելու այս վիճակում։ Բայց ինչի հետևանք է։ Դա նրա հետևանքը, որ Նիկոլ Փաշինյանը ափաշկարա մեզ տանում է դեպի պրոքսի պատերազմ, այսինքն միջնորդավորված պատերազմ, երբ որ Եվրոպական միությունը կամ Ամերիկան Ռուսաստանի հետ պատերազմում են Հայաստանի համար։ Ինքն է տարել դա արել։
ինքն է մեզ տանում, այդ ասում եմ մենք իսկապես անկախ ենք, ի՞նչն եք անկախ։ Այսինքն ինչի համար է այս ամեն ինչը կատարվում, որովհետև դու ընտրել ես մի ճամբարը, ընդ որում մի վիճակում, երբ որ գոնե դրա համար պատրաստած լինեիր կամուրջները այդ մի ճամբար գնալու, որովհետև եթե դու գնում ես դեպի այդ ճամբար, հիմա Ռուսաստանն ասում է, չէ, քո էժան գազն էլ կկտրենք, չգիտեմ, գյուղմթերքն էլ թույլ չենք տա։ Գյուղմթերքն էլ չենք թողնի, որ բանանես պարենային անվտանգության հարց կարող է ծագի, որտեղ մենք ցորենային ամենև Ռուսաստանից ենք ստանում եւ այլն եւ այլն։ Հիմա ու այդ ամեն ինչը էժան գներով է արվել։ Ասենք այդպեսի էժան գազ աշխարհում գոյություն չունի։ Դրա հետ էլ համաձայն չեն, ասում են ուռճացնում եք Ոնց են ուռճացնում։ ասում են ամենևին էլ էժան չի ռուսական գազը։ Հա, բայց կոնկրետ թիվ կա, չէ, $177, ինչով էժան չի։ Եթե նկատի ունեն, որ ստեղա թանկարում, գնացեք ձեր ինչա կոչվում, ՀԿՑՀ-ով կարգավորեք այդ հարցերը, այդ արդեն սուվերեն վերահսկողության հարցը արեք։ Հիմա կոնկրետ սահմանի վրա ստանում եք այդքանով։ Եվրոպան 600-ով է ստանում, հետո Իրանը 250-ով 300-ով է ծախում, նույնը Ադրբեջանը։ Այսինքն ինչի մասին ենք խոսում, ում ենք ֆռցնում։ Բայց դրան դիմաց ունենք արդեն 2-3 օր առաջ ասած, որ Ախարքալա Կարս երկաթգիծն ենք ունենալու, որը լոգիստիկ էլի մեծ հնարավորություններ է բացելու Հայաստանի համար։ Դա հարց էլի։ Ասում են երրորդ, այսինքն մենք հիմա կարող ենք այդ Ախարքալա Կարս ճանապարհով գնալ։ Ինչն է մեզ խանգարում բացել ուղիղ հայ-թուրքական երկաթուղին, որը գոյություն ունի։ Թուրքիայի ցանկությունը։ Թուրքիայի ցանկությունը։ Դա չի խանգարում։ Հիմա չէ, բայց այդ դեպքում այնի ինչի ենք այն մեկը բացում ու գլուխ գովում, իսկ այս մեկը չեն կարողանում բացել։ Ուրեմն խնդիր կա, չէ։ Ուրեմն սա նախընտրական խնդիր է նաև։ Այսինքն թուրքերը գնում են ինչ որ մի հատ ողորմություն տալիս են, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Բայց հիմա կներեք էլի, օրինակ ինչն էր խանգարում, եթե իրանք իսկապես ուզում են արդեն հաստատել են խաղաղություն, ինչն էր խանգարում իրանք սիրելի եւ երևելի այդ Նիկոլ Փաշինյանին մի հատ նվեր անային հայ-թուրքական սահմանը բացեին ընտրություններից 3 ամիս առաջ։ Բացեին էլի։ Ինչու չեն բացում ուրեմն։ Թող նույն բանը աներ Ալիևը, ինչի չեն անում։ Չէ հարց էլի, քիչ են անում։ Դա բանը չէ, էապես խաղաղության գործընթացը առաջ կտաներ, չէ։ Ճիշտ է։ Այո, կլներ գործնական քայլ։ Հա։ Ինչու չեն անում։ Եվ ընդդիմությունից էլ այդ փաստարկը արդեն կվերցնեին։ Մենք հիմա չենք կարողանա ասենք, որ խաղաղություն չկա բան, չէ՞։ Ինչի չեն անում։ Շատ բարձ պատճառով, որովհետև խաղաղություն չկա։ Որովհետև այն ժեստերը, որ արվում են, դրանք ընդհանրապես նախընտրական ժեստեր են։ Իրանք շարունակում են դիտարկել Հայաստանը որպես երկիր, որի հետ իրանք պատերազմում են, պատերազմի դուռը բաց են պահում, ծնշումների դուռը բաց են պահում, որտեղ ունեն բազմաթիվ նպատակներ, որ դեռ պետք է իրականացնեն։ Ընդհանրապես հիմա պետքա որ Նիկոլի նման մի հատ ապաշնոր, իրանց շահերը սպասարկող թուլամորթ մի հատ ղեկավար Հայաստանը ունենա, իրանց խամաճիկը, որ հետո արդեն շարունակեն իրանց նույն քաղաքականությունը։ Այդ էլեմենտար արդեն դա թող անեն էլի, այդ խաղաղությունը վայելում ենք, չէ՞ խաղաղությունը, թող բացեին։ Դրանից լավ արգումենտ չէր էլի։ Մենք մի անգամ որպես ընդդիմություն մեզ կզինաթափեին։ Մենք էլ ասելու բան չէինք ունենա։ Նիկոլ Փաշինյանը 90% կստանար։ Դեռ մի շաբաթ կա, գուցե բացեն մի շաբաթով, որ էլ արգումենտ չունենա ընդդիմությունը։ Լավ էլի։ Այդ էլ հարց։ Եթե այդ քո խորքային քաղաքականությունն է, ինչ է սպասում ընտրությունների վերջի պահին, ինչ որ բան անում եւ այլն, խորքային քաղաքականությունն է, այդ քաղաքականությունը իրականացներ, հիմա Փաշինյանը կդառնար բանը, այս ժողովրդի աշկի լույսը։ Եվ խորքային քաղաքականությունը կիրականացվեր եւ Փաշինյանի դիրքերը շատ ավելի ամուր կլինեին, ընդդիմությունն էլ լրիվ զրոյացված վիճակում կլիներ։ Ինչի չեն անում։ Պարզ երևում է, որովհետեւ ինչի Ադրբեջանը չի դադարեցնում համակարգային հայատյացության այդ քարոզությունը Ադրբեջանում։ Ինչի չի դադարեցվում իրանց լրատվամիջոցներում արևմտյան Ադրբեջանի ռոպագանդան։ Ինչի են պահվում մեր ղեկավարները եւ մեր գերիները Բաքվում։ Ինչի սահմանազատման գործընթացը առաջ չի գնում ընդհանրապես։ Առաջ գնաց մենակ այնտեղ, որտեղ իրանք ստանալիք ունեն, այլ որևէ ուրիշ տեղ չի գնում առաջ։ Այս ինչ հաշիվ է։
Էս ինչ հարց է։ Ու մենք պետք է աչքներս փակենք, ականջներս փակենք, ասենք հա դե խաղաղությունա վայելենք։ Ասենք ում եք խափում։ Հիմա բանը, ասենք պարադի թեման, էլի, այդ շքերթի։ Երեք եղավ, չէ՞։ Այո։ Էլի լրիվ նախընտրական միջոցառում, բայց ես կներեք մենք ասենք շատ լուրջ զինվորականների հետ ենք խոսում, ասենք մեր թիմում են, ասենք գեներալ մայորներ, բանա Իշխան Մաթևոսյանը, Վալերա Քոչարյանը եւ այլն, այնտեղ բավականին լուրջ մասնագիտական մենք էքսպերտիզա ունենք եւ մեր մոտեցումները կան, որոնք բարձր տեխնոլոգիաների հետ են կապված եւ զինվորականների մոտեցումները հիմիկվա Եվ երեկվա շքերթից ինչպիսի արձագանք կա։ Հա, հիմա ասեմ ձեզ, շատ բարձ ձեզ ասեմ, լուրջ զինվորականների գնահատականները եւ այլն, ցուցամոլություն, ոչ մի ստրատեգիա չի երևում։ Հա լավ, մի 2 տասնյակ Ցեզար ենք առել, շատ լավ է, բայց այդ անգամ այդտեղ են իրենք սխալ կատարել, որտեղ քարշակային Ցեզարներ են առել, մեր լեռնային մեր բանի համար Անպիտան են։ Հա։ Բայց այնտեղ կար Հնդկաստանից, զենքեր Իրանից, Չինական։ Իրանք ծանր են, իրանց այլ բանով պիտի էլի, ինքը պիտի ոչ թե քարշակային բանով լինի, այլ տեխնոլոգիաներով պիտի տեղափոխվի։ Բայց կա այդ մոդելը, մենք չգիտես ինչի հետ չենք առել, բայց ամենաուժեղը այո Ցեզարներ ինչ որ ցուցադրվել է։ Մնացածը գիտեք ինչ է, ավելի շատ ցուցամոլություն է ու այստեղ ամենակարևորը ինչն է։ Ուղղակի բան էլ ոնց որ բազարում բերես ասես այսքան ապրանքներ կան, որ մենք առել ենք ստեղից ընդեղից։ Բայց բանակը ենթադրում է լուրջ կոնցեպտ։ Ասենք շատ ավելի կարևոր հարցեր կան, բացի այդ մի քանի այդ զինատեսակներից առնելը, հա լավ է որ առել եք։ Լավ է։ Բայց կարևոր խնդիրներ կան, որոնք չեն լուծվում, օրինակի համար։ Միջև հիմա ռազմարվեստի եւ բանի այդ դոկտրինի, ռազմական դոկտրինի կոնցեպցիա չկա։ Ազգային անվտանգության կոնցեպցիան վերջին անգամ 20 թվականին հենց ընդունեցինք, միանգամից մեր ազգային անվտանգությունը փլուզվեց, եթե հիշում եք։ Այսինքն մենք չունենք կոնցեպտ, չունենք դոկտրին, մենք ունենք ոչ համալրված զորամիավորումներ։ Այսինքն հիմա դու պիտի ինչ անես, դու պիտի վերակառուցեիր բանակը, ստեղծեիր նոր զիրավ։ Նոր բանակ ունեք, էլ ոչ վերակառուցեի։ Նոր բանակը նրանով է, որ դու բերում ես մի երկու հատ Ցեզար ես ցույց տալի, այդ եղավ նոր բանակ։ Նոր բանակը դա վերակառուցված բանակ է, որտեղ դու ուրեմն լրիվ վերանայել ես բանակի կառուցվածքը, չգիտեմ, ասենք այնտեղ հրետանի, չգիտեմ, դրոնային զորամիավորումներ, չգիտեմ, ասենք ինժեներական զորքեր, հազար մի բան։ Մենք այդ ամբողջը մեր դոկտրինում գրել ենք, թե ինչպես պետք է համալիրի աշխատանք։ Հա, ինչպես պետք է ընդհանրապես վերակառուցենք բանակը, ինչ բաներով, համամասնություններով պետք է այդ ամեն ինչ արվի եւ ամենակարևորը դու մեր բանակը համալրված չի մեր զորամիավորումների ասենք 30%-ն է կոմպլեկտավորված շատ դեպքերում չկա ոչ տեխնիկա ոչ անհրաժեշտ քանակ որ նախատեսված է որ դու այդ դոկտրինով անցկացնես քո ռազմական գործողությունները ասենք թեկուզ պաշտպանական դու չես կարող անցկացնել այս բանակով այս համալրվածությամբ չես կարող դու պետք է այդ համալրվածության հարցը բերես, դոկտրինը բերես, համապատասխանեցնես այդ համալրվածությանը, այսինքն կոմպլեկտացիայի հարցեր են, որ պիտի լուծես։ Դու պիտի ունիվերսալ զինվորի այդ ստեղծման հարցը լուծես, որը մեր կոնցեպտում դրած է բանակի վերափոխման։ Դու պիտի ամենակարևորը մենք այդ արդեն մեր առաջարկն է, բայց մենք համագործակցելով զինվորականների հետ այդտեղ եկել ենք ինչ-որ բանի։ Դա այն է, որ դու բանակում պիտի ստեղծես բարձր տեխնոլոգիական բաներ, միավորումներ, որոնց նպատակը պետք է լինի ժամանակակից ռազմական տեխնիկայի մշակումը, փորձարկումը եւ պատվիրումը կամ անգամ սեփական արտադրության ստեղծումը։ Հիմա եւ այդտեղ կոնցեպտը ո՞րն է նաեւ, որ մեր զորակոչիկները եւ զինծառայողները, որոնք կապված են այդ սեկտորի հետ, IT սեկտորի, չգիտեմ, բարձր տարբեր տեխնոլոգիաների հետ, իրանք ոչ թե պետք է գան, ասենք,
բան հետևակում ծառայեն, իրենք պիտի գան այդ զորամիավորումներում ծառայեն ու բանակի հզորությունը տեխնոլոգիական բարձրացնեն, այսինքն իրենց համար համարյա տարբերություն չպիտի լինի, իրանք քաղաքացիական բանում են աշխատում, սեկտորում են աշխատում, թե գալիս են բանակի, նույն գործը պիտի անեն։ Ու այս կոնցեպտներն են կարևոր։ Մի խոսքով դες չի գոհացրել երեկվա։ Չէ, դա բան էր, ոչ մի կոնցեպցիա չկար։ Իդեպ ըստ զինվորականների եւ խախտված էին ավանդույթները ռազմական, զինվորական եւ չէր երևում բանակի ոգին եւ ու չի էլ կարող երևա։ Բանակի ոգին այն ժամանակ է երևում, երբ որ ամեն ինչը ենթարկված է ինչ որ մի հատ առաքելությանը, կոնցեպցիային, այսինքն բոլորը գիտեն ինչ են անում։ Այսօրվա բանակի այդ կառուցվածքը, դոկտրինը, չգիտեմ, այդ բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, որը բանակը դարձնում են, բանակ իրենք գոյություն չունեն։ Կարաս հա մի հատ ստեղծես բան, մի հատ գնումների բաժին, գնաս տարբեր տեղ, օրինակ գնացել են շներ են առել, հա, այդ ռոբոտ։ Դու գիտեք ինչ, ահավոր թերություններով են այդ շները առել։ Ուրեմն 2 կիլոմետրի հեռակառավարման շներ պետք է լինեին, պարզվում է 100-ից 200-ից այնքան չի կառավարվում, ու քանի որ համել Երևանում որ բերել են այդ շենքերը, բաները խանգարում են եւ այլն, արդեն ամեն մեկի մոտ կանգնած էր մի հատ օպերատոր, որը ասենք 10 մետրից կառավարում էր այդ շներին։ Այդտեղ չպետք է լինի, իրանք ասում եմ անգամ այդ հարցում ձախողել են։ Առել են անհամատեղելի ինչ որ շներ, որ իրանք իրար կողք կանգնած անգամ չեն կարող քայլել, որտեվ պամեխաներ են անում իրար։ Դա համար եթե նկատել եք, չեն արել այդ բանը, մեքենաներով բերել, մեքենաներով տարել են։ Իրարից հեռու են այդ շներին կանգնացնում այդ զինվորական ռոբոտոշներին։ Այսինքն ու բոլոր հարցարում են այսպեսի։ Այսինքն ուղղակի ոչ մի տարբերություն այն նույն հոգեբանությունից, որը տիրել է, երբ որ Նիկոլ Փաշինյանը Su-30 SM այդ մետաղալոմը առավ բերեց սելֆի արեց ու ոչ մի անգամ այդ պատերազմում ոչ մի դեր չխաղաց, որովհետև ինքը փոխանակ գնար Ռոսաբարոնեից առներ եւ ստանար դրա հետ նաեւ պահեստամասեր, հրթիռներ, բանի օթաչուների տրեյնինգ եւ բազմաթիվ այլ հարակից բաներ, ինքը գնացել է իր խելքով բանից է, գործարանից է ուղիղ առել էժան, բայց առանց հրթիռների, առանց տրեյնինգի, առանց պահեստամասերի եւ առանց սպասարկման։ Այս նույն հիմարությունն է, տիրում հիմա, այս ինչ որ բերել են, դա ցուցամոլություն է, ուղղակի Ժորժ ջան, տեսեք առել ենք, այդ շների վրա ասում են 100,000-ից ավել ամեն մի շան վրա մի հատ ծախսել են եւ ինչ են բերել։ Բերել են ըստ էության բռակ։ Անպիտան։ Հա, հիմա այդ մարդկանց ոնց լուրջ ընդունենք, իրանց մոտ ամեն ինչ ցուցամոլության, սելֆիի մակարդակի վրա է գտնվում, որովհետև տակը ստրատեգիա, կոնցեպցիա, մտածվածություն, չգիտեմ, կազմակերպվածություն, գոյություն չունի, սա ցուցամոլություն է, լայք, տեսեք, այս ինչա գույնեսգույն հիմա բաներն են, չէ, այդ ֆորմաներն են փոխել, ինչ որ գույնեսգույն էլեմենտներ են մտել անճաշակ, քիչ ամնում նմանվենք բանին, ասենք, հնդկական բանակին, այդ իրանց հասկանում եմ, իրանց մոտ կարող է դա տրադիցիա է, բայց մենք էլ մի քիչ ուրիշ տրադիցիաներ ունենք, չէ, մեր գեղագիտական չափանիշները մի քիչ այլ են, չգիտեմ, ամեն ինչ դատարկ, ցուցամոլական եւ ըստ էության մեզ տանում են ուղղակի մի ճանապարհով, որը նշանակելով, որ Հայաստանը որպես, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, ես ես ասում եմ, Հայաստանը որպես ազգային պետություն այլևս չի գործելու։ Միգուցե պահպանի իր բաները Հայաստանի Հանրապետություն անվանումը, լինի ՄԱԿ-ի խորհրդի անդամ, բայց ինքը լրիվ արդեն կցորդ պետություն է լինելու, հումքային կցորդ արևմուտքի համար եւ տրանզիտային կցորդ Ադրբեջանի համար եւ ընդհանրապես ամենավատը այն ալնելը, որ մեր ամբողջ ներքին կյանքը ենթարկվելու է Ադրբեջանի հրամաններին։ Մենք դա արդեն տեսնում ենք։ Մենք արդեն տեսնում ենք հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները, Արցախահայության վրա հարձակումները, Արցախի ներկայացության վրա հարձակումները, իրենք ուզում են ոչնչացնել որևէ ասոցիացիա ազգային ոգու հետ։ Լսեք, մենք եղել ենք ռեալիստ, մենք ազգայնական
ծայրահեղ դրսևորումները դատապարտել ենք որպես քաղաքական ծայրահեղություն, բայց մեր մտքով չի անցել, որ մենք ասենք արգելենք ազգային քաղաքապարախոսությունը, եթե ինչ-որ կուսակցություններ այդ բանը ունեցել են։ Մենք մտքի դեմ չենք գնալու։ Մարդիկ են հիմա ունեն ծայրահեղ հայացքներ, հետո, բայց հիմա մենք պարտավորված ենք Ադրբեջանի դիկտատով դա այդ ամեն ինչը ոչնչացնել։ Շատ լավ։ Այսքանը շնորհակալ եմ պարոն։ Դե լավ, բացասականի վրա բան չանենք, եկեք մի հատ լավ բան ասեք, ամեն ինչ բադ բան ասեցիք։ Ես ասում եմ, մենք իրականում, ես մեր ժողովրդին կոչ եմ անում, մենք ներկայացրել ենք բավականին լուրջ տեսլական, մենք կարող ենք այս ամեն ինչից, այս բոլոր վատ սցենարներից դուրս գանք, դրա համար մի քանի վտանգ կա, որ անպայման պետք է կարողանանք հաղթահարել։ Մի վտանգը, որ արդեն լրիվ ուրվագծվում է, դա այս արևմտար ռուսական պատերազմն է Հայաստանի համար, որ կարող է քաղաքացիական պատերազմի վեր, մենք դա պետք է իսկապես հաղթահարենք, որովհետև եւ դրա միակ միջոցը այն է, որ իշխանության գան մեր նման անկախական ուժեր, չնայած ես անկեղծ ասած մի հատ անկախական ուժ եմ ճանաչում, այդ մենք ենք, որը եւ այդ ուժը պետք է Հայաստանը զերծ պահի այդ կոնֆլիկտից ու դա հնարավոր է, մենք դա մասին խոսացինք, մենք մեր պետք է վրահած վտանգներից ազատ պահենք մեր երկրի նկատի ունեմ էներգետիկ անվտանգությունը։ Հիմա նայեք, մեր գազը անջատեն կամ էս եթե մենք ատոմական մի քիչ հապաղենք, չկառուցենք, իսկ այն մոդուլային բաները ատոմային դրանք ուրվականներ են, հեքիաթ են, դրանք գոյություն չունեն։ Մենք էդ էլ կարող ենք կորցնել առաջիկա բանում ժամանակաշրջանում մենք բախվելու ենք բազմաթիվ խնդիրների հետ։ Այդ խնդիրների հաղթահարման միջոցը մենք ունենք, մեր ծրագիրը կա, ծանոթացեք, տեսեք, ոնց ենք մենք երկիրը Եվ ընտրեք հակին։ Եվ ընտրեք բնականաբար հակին, շատ էլ ճիշտ կռայեցիք։ Դե դրականով եք ուզում ավարտենք, ավարտեցինք դրական։ Դուք էլ ընդունեցիք, չէ՞, որ հակին ընտրելը դրական բան է։ Ես ուզում եմ ձեր միտքը շարունակել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։